Armflix կինոհարթակում արդեն հասանելի է կայսրության թվեր կրիմինալ դրամայի 4-րդ եթերաշրջանի առաջին սերիան։ Նոր եթերաշրջանում կայսրության թվեր ֆիլմը ունենալու է կերպարների դրամատիկ զարգացումներ, նոր ինտրիգային սյուժետային գծեր։ Armflix կինոհարթակում արդեն հասանելի է ռեժիսոր և պրոդյուսեր Գոր Վարդանյանի կայսրության թվեր կրիմինալ դրամայի 4-րդ եթերաշրջանի առաջին սերիան։ Բարձր դիտողականություն ունեցող ֆիլմը շարունակում է լարված վահել բազմահազար ֆիլմասերների իր անսպասելի կուլմինացիայով, տեսարաններով, դերասանական պրոֆեսիոնալ խաղով, չափազանց հետաքրքիր սցենարով և ոչ միայն։ Այս նոր եթերաշրջանում կայսրության թվեր հեռուստաֆիլմը ունենալու է կերպարների դրամատիկ զարգացումներ, նոր ինտրիգային սյուժետային գծեր։ Բրատ, вообще-то չեստի հարցը, բայց դու ինքդ որոշի։ Ոնց որոշես, այդ ձևը կանենք։ Տեսակ։ Հարը կարեք մի հատ ինձ աբիսնի տանեք էդ չեստը որն է, հա? Մարդուն տանեն ընդ սպանեն, հետո էլ ասեն Դավիթը չեստով մեռավ, հա? Կրիմինալ դրամայի հերոսներին մարմնավորում են սիրված դերասաններ Գոր Վարդանյանը, Կարեն Ավանեսյանը, Գիա Գագուան, Սոս Կարապետյանը, Մուհամեդ Արիբ Սուրի Խաթիլովը, Արմեն Մարությանը, Կարեն Հակոբյանը և մի շարք այլ սիրված և հայտնի դերասաններ։ 4-րդ եթերաշրջանում ֆիլմում գլխավոր հերոսը դեռ շարունակում է պայքարել հասարակության չարիք համարվող նարկո բիզնեսի դեմ։ Ահա այս մեծ չարիքի դեմ պայքարի ճանապարհին է, որ Դավիթը հանդիպում է անթիվ դժվարությունների։ Նա կանգնում է այլընտրանքի առաջ՝ մի կողմից կրիմինալ աշխարհ և մյուս կողմից իրեն շատ հոգեհարազատ իրական ընկերներ։ Ֆիլմի գլխավոր նպատակը նարկո բիզնեսի դեմ պայքարն է, որի ընթացքում ֆիլմի հերոսը ընկնում է անսպասելի ծուղակների մեջ, որոնք նրան անակնկալների են բերում։ Ֆիլմի չբացահայտված կերպարների գործողությունները, կրիմինալ աշխարհի մութ գաղտնիքները և գլխավոր հերոսներից մեկի համառ պայքարը այս ամենի դեմ է ընթանում, որը և ֆիլմը դարձնում է ավելի հետաքրքիր։ Armflix մեդիահարթակի բազմահազարանոց բաժանորդները անհամբեր սպասում են նոր զարգացումների, որոնք տեղ են ունենալու կայսրության թվեր կրիմինալ դրամայի արդեն 4-րդ եթերաշրջանում։ Բաժանորդագրվեք armflix.com հարթակին և վայելեք 4-րդ եթերաշրջանի նոր սերիաները միայն մեզ մոտ։